Սպասում ենք սիրելի քաղաքացիներ, տեսնենք էլ որ քաղաքացիական պայմանագրի պատգամավորն այստեղով արագ դուռը բացում եւ փախնում։ Ասա Ova. Հա? Ova. Իգին Նազարյան, դուք եք քարտաշելու տրանսպորտը այսօր։ Դա ասեք լավ։ Հաջորդ փախուստը, հա? Այն մեխանիզմը, որը որ մենք ձեզ պետք է հարամարվի, որտեղ մենք գիտենք, որ դրանք արարմարելու է ձեր կորագությունները, տրանսպորտի վարձի վճարը փոխում են տեղական վճարի, ինչը բացի առայցը փոխում են տեղական վճարի, որովհետև կարողանան գնան տեղական հարակեն։ Փաստացի սա ոտնձգություն է ժողովրդավարության հանդեպ, որովհետև պատկերացրեք խաղալ, ցանկացած խաղ, ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլի կեսից երկու թիմերի մեջ մեկ է օրենքները փոխում։ Դաղալների խաղալ։ Այդքան մի բան ժողովուրդը։ Շատ իհարկե հետաքրքիր է լսել ՔՊԻ տնտեսական ղեկավարի հորդորը հավաք պահելու։ Առաջինը մենք մեզ միշտ հավաք ենք պահում, դերն որից ցավ ենք կանգնել, մենք հավաք պահել դեր նմանների հանդեպ։ Երկրորդը դուք եք որ պետք է մեզ հավաք պահելու կոչեր անենք, որտեղ դե հավաքեք դասիրակված պահվածքի մասին որևէ պատկերացում չունեք։ Դուք մարդիկ եք ում ձայները, երեսները եւ անունները այս քաղաքի մեջ պետությունում հայտնի են դարել մեն իշխանություն եւ մանդատ սահմանում։ Ձեր անունից, ձեր կողմից հնչեցնենք անհարմար հարցեր, այս իշխանությանը թե ինչու են տրանսպորտի կանգնացրել բավական չի նայել ու գարկել մտցրել պարլամենտի համար։ Սիրելի երևանցիներ, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այո, տրանսպորտի թանկացման հիմնական գործոնը դա Նիկոլ Փաշինյանն է, Տիգրան Ավինյանի հետ համատեղ տրանսպորտի սակագինը այո Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է թանկացրել Երևան քաղաքում։ Այս պահին էլ տեսնելով, որ բոյկոտի դեմը տարբերակ չունեն առնելու, այո քաղաքացիները բոյկոտում են, բերել են մի ապօրինի որոշում ազգային ժողովում, որ մեր քաղաքացիներին տուգանեն, տեսեք, 150 դրամից ինչքանի անգամով ավել 10,000 դրամ եւ 15,000 դրամ տուգանք են ուզում սահմանեն ազգային ժողովում։ Այսօր պետք է քննարկվի այդ ապօրինի որոշումը, այդ թալանի որոշումը, դա իրավական ոչ մի հիմք չի տալիս քաղաքացիներին թալանելու։ Սպասենք, տեսնենք, արդյոք պատգամավոր քաղաքացիական պայմանագրից, որը էլ չի փախնելու։ Ամեսով է, մոտիկան ենք միջև։ Տանոք, հա։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները ապեր ենք այնքան օգուտ են տվել։ Դուք կողմեք տրանսպորտի կանգնացում։ Սպասեք մեկ րոպե։ Ասեք ինչ եք թանկացնում։ Ազգային ժողովում էլ եք տես փախնում սենյակներից։ Այդտենց ալնում է կարմայա կոչվում, շորը ճղեցի։ Ես ինչ փախուստ արագ-արագ։ Նա կարելի է իրավան հասնա։ Հա ոչինչ։ Բարև ձեզ, պարոն Ռուստամյան։ Լավ ենք, մենք եկել ենք տրանսպորտի հետ կապված այս ապօրինի որոշմանը, որ բերում են տուգանեն, բայց քաղաքացիական պայմանագրի պատգամավորները փախնում են։ Լավ ձեզ։ Արդյունքը չի պետք եւ այս օրինագծի նախագծը բերել ազգային ժողով նշանակում է որ բոյկոտը ստացվել է որ մայր Հայաստան
Սարքից խանդից գանա ներսով մտավ գալուց։ Ախտեր մտնում են ներս, ընդեով են մտնում։ Սոցիալականային շերտին, ով որ ստիպված է հանրային տրանսպորտի Սամը դու ծանոթ հացրով ես չեմ ճանաչում։ Դա զեկուցողը լիներ արդի, դրա համար չի։ Նախարարության ավտոս, կանամ է զեկուցող։ Տարածքային կառավարման փոխնախարար Ռաուն իշխանությունը հայամետ չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն եկել է Թալանել եւ հայ մարդու տուգանքին Թալանի մատերիալ դարձնել։ Բարև ձեզ։ Երևանի հավաքական անդամներ ենք, իբրև արտադրության նախարար կուզենայինք իմանալ ձեր կարծիքը 1034 նախագծի վերաբերյալ, որով սահմանափակվելու է տեղական հանրաքվեի իրավունքը ընդդիմադիր խմբակցության, նաև ինչու ոչ հանրության, որովհետև ինչպես տեղակ եք տրանսպորտի քանակացման վերաբերյալ մենք ունեցանք ստորագրահավաք Տիկին, որից հետո դա իբրև քաղաքացիական նախաձեռնություն ներկայացրեցին քաղաքապետարան, որպեսզի ընդգրկվի օրակարգ, քաղաքացիական պայմանագիր եւ իշխող մյուս կոալիցիոն ուժը բոյկոտեցին այս նախագիծը, չմասնակցեցին քվեարկությանը, դրանից հետո մենք պետք է օգտագործենք տեղական հանրաքվեի մեխանիզմը, սակայն այսօրվա նախագծով տրանսպորտի վճարը սարքելու են տեղական վճար եւ նաեւ սահմանելու են տուգանք, որը համաչափության եւ առանցիկ տրամաբանության սկզբունքներին դեմ է։ Եվ իբրև արտադրության նախարար կունենք իմանանք ձեր կարծիքը տվյալ ռեպրեսիաների վերաբերյալ, այսինքն փաստացի կա օրենսդրություն, ճիշտ է, կա իշխանություն եւ ընդդիմություն։ Մենք գործում ենք այդ օրենսդրության շրջանակներում։ Հիմա արդեն գործող իրավիճակի քաղաքական կոնֆլիկտի շրջանակներում փաստացի քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է փոփոխություն, իրոքում կոնկրետ այս դեպքի, ոչ թե որպեսզի օրենք ավելի լավ լինեն, որպեսզի պաշտպանվեն նրանից, որ չկայանանք մենք առաջ գնանք ասպետները, ժողովուրդը չկայանա իրենց առասար ինչպես է կարծում, այս մարդու պետության մեջ, երբ որ օրենքը փոփոխվում է, արդեն տեղի ունեցող կոնֆլիկտի շրջանակներում պարզապես ավելի հարմար դիրք ստեղծելու համար իշխանությունների արդյոք դա օրենքի լեգիտիմության հարց չի առաջացնում։ Ես ես վստահեցնում եմ դիգալ։ Մենք քննարկում ենք Ավականի է գալիս, քպի ավականի է։ Ներս մի մտեք, եկեք դուրս, ժողովուրդ, ներս չի կարելի։ Դուրս, Արմեն, դուրս արի։ Տիկին աղեք ասում։ Ունեմ ամեն ինչի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ դուք իբրև ժողովրդական եք ներս մտնելու սահմանափակել իմ իրավունքները։ Ներկայացրեք ինձ, դուք եք Դուք եք տրանսպորտի թանկացման եկող։ Որ նկարվեց նա քրեատիվ ստացին որ Թույլատվություն ձեզանից չպետք է ստանամ։ Ուսապարկեք, ուսապարկ։ Արոնեք սաները, արդյոք Նիկոլի ուսապարկ։ Ավականի անդամներ նաև ունեք ինձ։ իրավունքը մոտ ես մենակ բարիքը։ բան եմ հացնում։ Վերքը։ Վերքը։ Հասկացող իրավունք չունեք ինձ գտնելու։ Հարց տալու իրավունք չունեք։ Այսինքն գնացի, գնացեք։ Դուք չեք, բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Այս ՔՊ-ի պատգամավորները թախնելով են ախր մտնում ստեղ։ Էսով է։ Թողեք, ապեր, բեկը, թողեք։
Ո՞վ է։ Ցավալի է, բայց падգամավորներին քաղաքացիները չեն ճանաչում։ Սպասեք մեկ րոպե հարցնեմ։ Քաղաքացիների շահերը խնդրում ենք պատասխանեք։ Այսինքն դուք ընտրվել եք, որ չամադանով գնաք ու գաք, այ չէ։ Տեսնում ենք Նիկոլի կուսապարկերը գալիս են հերթով, անգամ չգիտեն թե ինչ հարցի շուրջ են քվեարկելու, բայց իրենք կողմ են, որովհետև իրենց հրահանգվել է, որ Հայաստանի Հանրապետության Մի ուսապարկել ձեռներն են վերցնում, նոր գնում սրանք։ Լինի նա շարքային քաղաքացի, ույն քաղաքի տեսքով, ակտուալության տեսքով, հիմա ուղևորցի համար են կալանելու։ Հիշեցնեմ, որ Երևանի ավականում Հայք Հայաստան խմբակցությունը ուղևորցի նախագիծ են բերել ավականունիստերի դահլիճ, հիմնավոր պատասխաններ չունենալու։ Սիրելի երևանցիներ, տեսեք, այս կառույցը ոչ թե ձեր կյանքը բարեկեցիկ դարձնելու համար է, այլ ձեր կյանքը թանկացնելու, ձեր ապրելակերպը բարեկեցիկ դարձնելու փոխարեն ձեր կյանքը դժվարեցնում է, այո, ազգային ժողովը համատեղ քաղաքային իշխանությանը Տիգրան Ավինյանը այստեղ միայն ընտրությունների ժամանակ են քաղաքացիների հետ կանգնում եւ զրուցում, իսկ ընտրվելուց հետո իրենց ուսապարկերը ձեռքերին արագ մուտք են գործում եւ իրենց տակուկ սենյակներն են թաքնվում, չպատասխանելով այն հարցերին, որը վերաբերում է ամբողջ մեր հասարակությանը։ Եվ ինքը պատասխանելու, թե ինչի Հայաստանի Այս ազգային ժողովը, այս իշխանությունը, այս քաղաքային, այս են փախնողներ են, սրանք ամբողջ կյանքում իրենց ղեկավարներն նույնը մարտի 1-ին է փախել, փախնողներն են սրանք։ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները այս պահին այստեղ են։ Եվ անհարմար հարցի տալը, կողմից անհարմար իրենց համար անհարմար։ Մենք հասարակ քաղաքացու Մա սպասենք, տեսնենք, թե հաջորդ ուսապարկը ով է, որ գալու է եւ փախնելով մտնի ներս։ Ալենի ազգային ժողովի ՊՊՑ-ի աշխատակազմի պահվածքն է ստացել։ Ինձ ալենին բարեկամը, այդ միանման ոչինչ է։ Մարդու նորմալ քաղաքացի հարցը տալիս կոման, ապրի։ Իրերի քաղաքացիները այն ուղը, որից մտնում են Նիկոլի ուսապարկերը։ Այնով էր մտավ ընդեով։ Են բոլորի ստացնեն Սա մենը դա։ Որ գալիս է։ Չէ, բանը պրակտիկա։ Մենք արդեն գիտեմ, որ մենք կանացեք Սիրելի քաղաքացիներ, տեղեկացնեմ նաև, որ այո, որոշ կպական պատգամավորներ մեքենաներով այդտեղ գարաժ է կոչվում, ավտոպարկով են մտնում ներս, որ քաղաքացիների փողոցում չհանդիպեն, այս մարդիկ փողոցի անունը տալով էին գալիս, բայց այսօր փողոցից խուսափում են եւ այն հարցերին, որը վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը, խուսափում եւ փախնում են շենքի իրենց տակուկ սենյակները, որ չպատասխանեն այն հարցերին, որը ապօրինի փորձում են բերել ազգային ժողովի օրակարգ, այն է տրանսպորտի թանկացման ապօրինի որոշումի մաս։ Գևորգ, բարև ձեզ։ Դուք էլ եք հերթական հիմա փախնելու։ Հաջորդ փախնելու։ Սիրելի քաղաքացիներ, մեքենայից ազգային ժողով 3 վայրկյան է տևում, այն հենց արագ են փախնում ՍԿՊ պատգամավորները։ Այս մարդիկ ընտրություններին ձեզ ինչ ասել են, սաղ ստել են, այս էլ մի կորտեժ անցնում, տեսեք։ Տեսեք, էսա, այն պատավատապետություն, որ ասում էին, հիմա իրանք են պատավատապետություն սարքել։ Իրանք ինչին դեմ էին, դրան էլ էին դեմ։ Նախագծի վերաբերյալ մանդատ գրողները եկել են նորմալ քաղաքացի կերպով արձաբանում անջել տվյալ պաշտոնյաների
Այս պահին փողոցի երկայնքով մեկ ձախ մեկ աջ նայում ենք, տեսնենք ԿՊ պատգամավորները թե ինչ շուքի տակ են թաքնված փորձում, սա էլ Ալեն Սիմոնյանի կորտեժը, կորտեժների շարասյուն է այստեղ, տեսեք, գնում եւ գալիս են ձախից աջ։ Այո կամ ոչ։ Տրանսպորտի թանկացման դեմ հիմա օրենք են փոխում, որը Հիմա հիմնավոր բացատրեմ, թե ինչպես է ստե քաղաքային իշխանությունը, նաեւ Տիգրան Ավինյանի մասին եմ ասում, որ ասում էր բոյկոտ չկա, եթե բոյկոտ չկա, բայց ինչ նախագիծ է։ Եթե բոյկոտ չկա, ինչի են ուղղակի նախագիծ բերում, որ տուգան են։ Հաստատի հիմնավորվել է, որ այո արկա է բոյկոտը, իրականությանը այլևս իրանք չեն տիրապետում, սիրելի քաղաքացիներ, այս մարդիկ արդեն կորցրել են իրենց, հիմա մեկ հարց։ Բարև ձեզ։ Մենք Երևան քաղաքի ավականու անդամներ ենք, տրանսպորտի պետք է պատասխանեք էլի այս հարցին։ Ինչի չեք կարող։ Հիմա կարակ, չէ՞ պատասխանեք։ Այս նախագիծը ո՞նց եք դուք ընդունում։ Չկարևոր է ժողովրդի կյանքը թանկացնելն է, չէ՞։ Իձեր հարևան Պոլոսը դեմ իձեր հարևան Ասեք ինչքան եք խոսափելու, էլի հարցերին չպատասխանեք, դες փախնեք, ասեք։ Ձեր ձեռքում է լա ուսապարկ, թե ձեր ուսերին է ուսապարկը։